Հոկտեմբերի 13-ին Իջևանի մշակույթի տանը կայացավ Վանաձորի կամերային նվագախմբի համերգը մարզերի արվեստի դպրոցների և քոլեջների շնորհալի սաների մասնակցությամբ։ Այսօրվա միջոցառումը իրականանում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակում, որի ռազմավարական ծրագիրը հետևյալն էր կայանում՝ միջմարզային մշակութային կապեր, և իմ ներկայացրած ծրագիրը շատ համընկավ իրենց ռազմավարական ծրագրի հետ, արժանացավ հավանության, բայց մենք նաև այդ համերգային շրջակայության մեջ, որ նախատեսված էր 3 մարզի 6 քաղաքներում, Վայոց ձոր, Եղեգնաձոր, Արենի քաղաք, Տավուշի մարզ, Դիլիջան, Իջևան և Լոռու մարզ, Ալավերդի գալահամերգը արդեն Վանաձոր քաղաքում։ Մենք մտածեցինք, որ ընդգրկենք նաև այս ծրագրի մեջ մեր շնորհալի երեխաներին, տաղանդաշատ, քանզի նրանք վաղվա մեր գործի շարունակողն են, մշակույթի պահապաններն են, զարգացնողն են, և որոշվեց ընտրել 5-ից 7 երեխաներ։ Հայտարարեցինք այդ նպատակով մենք մրցույթ, բայց արձագանքը այնքան բուռն էր և շատ շնորհալի երեխաներ կային, մասնակիցները շատ էին, և որոշեցինք մեր գեղարվեստական ղեկավարի, արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանի հետ տալ հնարավորություն երեխաներին ելույթ ունենալ որպես մենակատարներ Վանաձորի կամերային նվագախմբի հետ։ Համերգի ընթացքում հնչեցին դասական և ժամանակակից ստեղծագործություններ։ Հանդիսատեսը ջերմ ընդունեց ինչպես նվագախմբի, այնպես էլ երիտասարդ երաժիշտների կատարումները։ Երեխաները պետք է բոլորը նվագեն, կապ չունի ով ինչպես է նվագում։ Երեխան պետք է բավարարված հեռանա բեմից։ Եվ մեր շրջաններում, գիտեք, շատ տաղանդավոր երեխան, մեր հայազգը ընդհանրապես մեծ տաղանդի տեր ժողովուրդ է, հատկապես գիտության, կրթության, մշակույթի, արվեստի ասպարեզում, եթե հետ գնանք խոսենք Նարեկացից, նրանից առաջ սկսված ինչ հանճարներ է տվել հայ ժողովուրդը։ Դրա համար այսօր շատ կարևոր է, որ մեր աճող սերնդին մենք պրոֆեսիոնալներս ուշադիր լինենք, զարգացնենք, որպեսզի մենք հիանալի արժանի փոխարինողներ ունենանք մեզ հետագայում։ Այսօր երկրորդ համերն է, հույս ունեմ, որ շատ գեղեցիկ երեկո կվայելեք, ինչպես որ 2 օր առաջ տեղի ունեցավ Ալավերդի քաղաքում, մեծ ոգևորություն առաջացրեց ծրագիրը։ Համերգը կազմակերպվել էր Վանաձորի կամերային նվագախումբը մարզերում ծրագրի շրջանակում, որը մեկնարկել է հոկտեմբերին և ընդգրկում է Հայաստանի 6 քաղաք։ Այսօր շատ կարևոր իրադարձություն է Իջևան համայնքում, մենք դարձյալ հյուրընկալում ենք Վանաձորի կամերային նվագախումբը, ինչու դարձյալ, որովհետև Վանաձորի հետ շատ գեղեցիկ համագործակցություն ենք մենք սկսել, արդեն 5 տարի ձգվող համագործակցություն և շատ են կարևորում փորձի փոխանակումը, միմյանց ճանաչելու և լավագույն փորձը մեր համայնքներում տեղայնացնելու այդ կարևորությունը։ Եվ այսպես միջոցառումների շարքը եկել հասել է և այսօր և այստեղ մշակույթի տանը հյուրընկալել ենք դարձյալ կամերային նվագախմբին, ինչի համար իհարկե շնորհակալություն նվագախմբին, ղեկավարներին և իհարկե Վանաձորի համայնքապետարանի կրթության մշակույթի բաժնի պետ Քրիստինե Մադոյանին, ում հետ այսպես սերտ աշխատանքի արդյունքում ծնվել են այդ գեղեցիկ գաղափարները և կյանքի կոչվել։ Ծրագրի նպատակն է խթանել մարզերի շնորհալի սաների մասնակցությունը համերգային կյանքին, ստեղծել համագործակցության հարթակ երիտասարդների և պրոֆեսիոնալ երաժիշտների միջև։ Ես հարյուրավոր երեխաներ եմ կրթել, ուսանողներ այժմ բեմ եմ բարձրացրել նրանց և ուրախությամբ տեսնում եմ, թե ինչ ճանապարհով են գնում նրանք արդեն։ Ցանկանում եմ, որ Իջևանում էլ այս երեխաները դառնան ապագայի մեր փոխարինող պրոֆեսիոնալները։ Նման նախագծերը ոչ միայն խթանում են մարզերում մշակութային կյանքի ակտիվացումը, այլև հնարավորություն են տալիս երիտասարդ տաղանդներին հանդես գալ մեծ բեմերում և ձեռք բերել արժեքավոր փորձ։